նախարարի ասուլիսից նախարարների, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի Արարատ Միրզոյանը ստեփչան հայտարարեց, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդպիսի քննարկում կամ բանակցություն չկա եվրոպական կողմի հետ։ Ի վերջո, ինչի համար այդ դեպքում ընդունվեց Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքը եւ ինչի մասին է այդ օրենքը։ Դա Եվրամիության անդամակցության մասին օրենք չէ։ Դա Հայաստանի մտադրություն, սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է, գործընթացի մեկնարկի մասին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասով ես ուզում ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Եվրոպական միությունում, Բրյուսելում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, ինչքան Եվրոպական միությունը դա կհամարի հնարավոր կամ թույլատրելի։ Ես հիմա բառացի չեմ հիշում, հնարավոր։ Հետևաբար, սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է։ Մնացած գործողությունները, դրանք արդեն ըստ էության դրանց ենթագործողություններ կարող են լինել եւ այո, ինչ որ դուք ասիք, հայտ չենք ներկայացրել, իհարկե չենք։ Բայց կա ժամկետ, երբ եք պատրաստվում ներկայացնել։ Օրենքը ժողովուրդը 50,000-ից ավել մարդ օրենքի նախագիծը ներկայացրել, ազգային ժողով պետք է դրա նկատմամբ վերաբերմունք դրսևորել եւ վերաբերմունք դրսևորել է։ Դրական է այդ վերաբերմունքը դրսևորել, որովհետեւ դա էլի եմ կրկնում մեր արտաքին քաղաքականության եւ վարչապետի այդ ելույթի, հայտնի ելույթի ուղիղ տրամաբանության մեջ է։ Ո՞նց է կիրառվում։ Ես կրկնում եմ, դա երկար գործընթաց է եւ ես չեմ կարող ասել ինչքան, որովհետեւ այդտեղ մի կողմից տնային աշխատանք ունի Հայաստանի Հանրապետությունը անելու եւ մյուս կողմից բնականաբար գոյություն պետք է ունենա նաեւ եվրոպական երկրների քաղաքական կամքի հարցը, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ կրկնում ենք, մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, Այս Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել։ Երբ եք պատրաստվում, բան Պապոյան։ Եվ այլ օրակարգ այսօրվա ես գոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, Բայց ԵՄ-ի անդամակցության օրակարգ։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ օրակարգ այդ միությունից դուրս գալու Բայց չենք կարող չէ համատեղել, պարոն Պապոյան, թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէ։ Որևէ մեր գործողությունները երբևէ որևէ երկրի դեմ կամ կողմ չեն եւ չեն կարող լինել։ Ոչ, դա շատ վատ գործողությունների շարք կլինի, եթե մենք մեր գործողությունները պլանավորենք ինչ-որ երկրի դեմ կամ ինչ-որ երկրի կողմ։ Մենք ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության համար ենք անում։ Բայց ռուսական կողմը դեմ դիտարկում։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ այլ օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունում այս պահին իմ առջև դրված չկա եւ շարունակում ենք այդ տրամաբանությամբ աշխատել։ Եվ միևնույն ժամանակ մենք մեր օրենսդրությունը, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ։ Օրինակ, Եվրոպական միության 4 դիրեկտիվները հաջորդ շաբաթ ազգային ժողովի կողմից կընդունվեն, սպառողների իրավունքների պաշտպանությանն են վերաբերվում, մրցակցությանն են։ Հիմա եթե Եվրոպական միությունում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, այդ կարգավորումները չբերենք, չիմպլեմենտացնենք այստեղ։ Այդ դեպքում նաև դուք ասացիք, որ տնային աշխատանքներ կատարելու ձեր արտախորհրդարանական գործընկերների հետ խոսել եք, քննարկել եք, որ այդ դեպքում հանրությանը չներկայացնեն, որ մենք արդեն հասել ենք Եվրամիության կազմում ենք գտնվում, կպեցինք եւ այլն։ Ես որևէ գործընկեր չգիտեմ, որ ներկայացրել է այդպիսի բան, որովհետեւ նախ չէ, այդ մարդիկ ովքեր որ այդ 50,000 ստորագրություն ներկայացրել են, չեն ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դրանք բոլորովին այլ ուժեր են, իրենք բոլորովին այլ կերպ են իրենց դիրքավորել, որևէ կերպ իրենք չունեն կապ չունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, սա մեկ։ Երկրորդը դա արդեն նշեցի ինչի մասին է եւ այդ մեկնաբանությունը ես չգիտեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ падգամավոր, որ այդպիսի մեկնաբանություն է արել։ Ես մի բան չգիտեմ, պարոն Պապոյան։ Ձեր գործընկերը չի,
Արամ Սարգսյանը Երևանի Արամ Սարգսյանը բոլորովին այլ կուսակցության ղեկավար է, բոլորովին այլ կուսակցության ղեկավար է եւ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի, բացառությամբ այն դեպքում, երբ որ մեկ համայնքում մայրաքաղաքում քաղաքային իշխանության հետ կոալիցիա է կերտել։ Գործընկերների շատ է հնչում այս թեզը այս տարիներին, որ Հայաստանում ինչ-որ ուժեր կա, որոնք ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա, այդ Նոջերյանը դրանց ծայրագավառ ասում, ուզում եք դարձնել Հայաստանը ծայրագավառ, Ռուսաստանի ենթադրաբար ծայրագավառ կամ Ռուսաստանի գուբերնիա։ Ինչ կարող եք ասել մի դեպք, որ այս վերջին 35 տարվա ընթացքում Ռուսաստանը պաշտոնապես կամ կիսապաշտոնապես հայտարարել է, որ ակնկալիք ունի Հայաստանը զավթել, վերցնել, չգիտեմ, էքսպանսիայի ենթարկել եւ դարձնել օրինակ Ռուսաստանի գուբերնիա կամ ծայրագավառ Ռուսաստան։ Երբևէ նման ազդակ Ռուսաստանից լսել եք կամ պաշտոնական հայտարարություն։ Նայեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր քաղաքականության հիմնական նպատակը բնականաբար մեր ինքնիշխանության պաշտպանությունն է եւ աշխարհի բոլոր երկրների հետ հավասարը հավասարի խոսելու։ Մենք չեմ կարծում, որ պետք է գնանք այն տրամաբանությամբ, որ ինչ որ երկրների, այսինքն մենք տես տարբերակում երկրների մեջ չպետք է դնենք, մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման եւ բնականաբար հավասարը հավասարի խոսելու քաղաքականությամբ եւ տնտեսական քաղաքականության վարելուց մենք երբ որ տեսնում ենք, որ օրինակ կա մի ապրանք, որը Եվրոպայում վաճառում ենք, բայց Ռուսաստանում չենք վաճառում, մենք փորձում ենք դա նաեւ Ռուսաստանում վաճառել, եթե կա մի ապրանք, ես հարգելի գործընկերներ, ես պատասխանում եմ հարցին այնպես, ինչպես ես ցանկանում եմ պատասխանել, հետեւաբար ես այդ հարցը համարում եմ ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ եւ այն քաղաքականությունը, որը այսօրվա կառավարությունը վարում է, հենց դրա մասին է։ Լսեք, ես պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Պապոյան, կրկին այդ անդամակցության թեմային եմ ուզում անդրադառնալ, երբ որ կառավարությունը այդ որոշմանը հավանություն էր տալիս քաղաքացիական այդ նախաձեռնությանը, վարչապետը մեջբերեմ ասում էր, որ անդամակցության հարցը կքննարկվի Եվրամիության գործընկերների հետ եւ ասում էր մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Քանի որ նաեւ մեծ հաշվով ձեր ոլորտն էլ այստեղ սերտ առնչություն ունի, այսինքն առանց ձեզ հաստատ այդ քննարկումները դժվար լինեն։ Ուզում եմ իմանալ ինչ որ քննարկումներ է ճանապարհային քարտեզը մշակելու շուրջ այս ամիսներին այդ նախագծի ընդունումից հետո եղել է Եվրամիության հետ։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Ես ձեզ քիչ առաջ նշեցի, որ հարգելի գործընկերներ, հələ թողենք անդամակցություն, ոչ անդամակցություն։ Եվրոպական միությունը առաջին հերթին ինքը ինչ-որ ստանդարտ է, ապրելու ստանդարտ, իրար հետ շփվելու, իրար հետ հարաբերվելու, իրար հետ գործակցելու ստանդարտ է։ Հիմա, երբ որ մենք ասում ենք, երբ որ ես ազգային ժողովում տանում եմ 200 էջից բաղկացած մի հատ մեծ փաթեթ, նախորդ շաբաթ ներկայացնում եմ ու քննարկում ենք, ու դա սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության պաշտպանության մասին է։ Դա գիտեք ինչ է, դա այն է, երբ որ Ֆրանսիայում, Գերմանիայում ինչ տրամաբանությամբ են մրցակցությունը կարգավորվում։ Այդ բերում ենք մեր երկրում կիրառում ենք։ Ինչ տրամաբանությամբ է մարդու սպառողի իրավունքները պաշտպանվում այդ երկրներում, այդ նույնը կիրառում ենք։ Այսինքն մենք հիմա իրականացնում ենք այդ գործողությունները, որոնք որ մեր երկրի ստանդարտն են բարձրացնում, մեր երկրի մրցունակությունն են ավելացնում, եւ եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար ավելի լավ, բայց մեր օրակարգը հետեւյալն է, առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելը։ Հիմա պարոն Պապոյան, Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ անդամ դառնալն է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 29743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության զարգացմամբ այնպիսի պետություն կառուցելը, որը
կապահովի անհրաժեշտ բարեկեցություն, ինքնիշխանություն մեր ժողովրդի համար եւ այդ ճանապարհին բնականաբար տարբեր ենթագործոններ կլինեն, որոնք որ Հայաստանյան իրականացնեն։ Ասում եք խաղաղության պայմանագիր, բայց դա ոչ միայն չի կատարվում, այլ ընդհակառակը Ադրբեջան անընդհատ վերջերս է նոր նախապայմաններ։ Ինչ ասենք, չասենք խաղաղության պայմանագիր պատերազմ լինի, գող կլինեք։ Չէ, ես բա հարց եմ տալիս, բա ասում եք, ինչ անեք, ուրիշ բան ասենք, ուրիշ բան ասենք պատերազմ լինի։ Դե բայց խաղաղությունը միակ մի քննադատեք մի բան, որի հակա դարձումը շատ այսպես ասած ոչ շահեկան վիճակում կհայտնեցնի ձեզ։ Ես երևի ավարտենք հարգելի գործընկերներ։ Կա պետություն, որը սպառում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անկախությանը։ Ես կարծում եմ, որ այդպիսի իրավիճակներ միշտ էլ կարող են լինել, բայց կառավարությունների խնդիրը դա է, դա միշտ կառավարել եւ այնպես անել, որ այդ սպառնալիքները տեղի չունենան։ Երեք Սերգեյ Լավրովը Ես կարծում եմ, որ բավարար բոլոր հարցերին ինչքան հնարավոր է պատասխանեցի։ Եկեք ավարտենք։ Լավրովը երեք ասել է, որ Հայաստանը մտադիր է հյուրընկալել եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը Հայաստանում, որը իր ձևակերպմամբ ձևավորված ֆորմատ է Բելարուսին եւ Ռուսաստանին մեկուսացնելու համար։ Կա այդպիսի տեղեկություն իշխանությունների։ Ես կարծում եմ, պարոն Միրզոյանը ավելի ճիշտ կպատասխանի, որովհետեւ ես տեղեկություններ չունեմ։ Շնորհակալություն։